Բարեդեսելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ Համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր նոյեմբերի 29 է 2025 թվական։ Կխոսենք աշխարհաքաղաքական, տարածաշրջանային, ներպետական ուշագրավ թեմաներից, որոնք կներկայացնեմ իմ մեկնաբանությամբ։ Իհարկե կանդրադառնամ աշխարհաքաղաքական իրադարձությանը, մի հարցի ուղղակի սկզբից անդրադառնամ ու շարունակենք։ Թուրքիայի եւ Ադրբեջանի բարեկամությանը չվստահողների նկատմամբ հիմա էլ անցել են շանտաժի։ Ում պատվերն են կատարում, ովքեր են ֆինանսավորում, որոնք դեմ են Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ Հայաստանի բարեկամությանը։ Այսինքն իրանց փաստարկները այնքան սնանկ են, որ արդեն շանտաժ են անում դիմացիներին։ Իսկ հիմա մի հատ պարզաբանենք հասկանանք։ Թուրքիային եւ Ադրբեջանին չվստահելու մենք ունենք պատմական հիշողություն։ Թուրքիային եւ Ադրբեջանին չվստահելու մենք ունենք նրանց գործողությունների պլան, որ մեր աչքի առաջ տեսնում ենք։ Տեսնում ենք, որ Թուրքիան ցանկանում է թուրքական պետությունները միավորելու ծրագիր իրականացնել։ Անունը կդնի Թուրան, չնայած Թուրանը երազանքը մտքից դուրս չի եկել, որի մեջ Հայաստան չկա։ Անունը կդնի թուրքական պետությունների համախմբում, նոր ձևաչափով հանդես գալ։ Ադրբեջանը մինչև վերջին օրերս չի ասում, որ արդեն Հայաստանի հետ խաղաղություն է, վերջ բոլոր տարաձայնությունները մի կողմ ենք դնում։ Հայաստանի հետ խաղաղության հետ խոսելով ասում է, որ այո, մենք պետք է վերադառնանք մեր պատմական հողերը։ Կվերադառնանք ոչ թե տանկերով, այլ մեքենաներով։ Այո, դա մեր հողերն է, հայերն էլ եկվորներ են այդտեղ։ Այսինքն մենք ում պետք է վստահենք։ Այսինքն մի հատ չվստահողներն են մեղավոր, որ ասում են, որ այո, կարելի է հարաբերություններ հաստատել հարևանների հետ, բայց այն երկու հարևանը, որ ցանկանում են քեզ վերացած տեսնել, դու պետք է քո իմունիտետը չկորցնես։ Շատ լրջորեն նախապատրաստվեց դրան։ Առավել եւս, երբ որ նրանք նպատակային ներդրումներ են անում Վրաստանում, ու դա մեր աչքի առաջ է։ Առավել եւս, երբ որ դուք չեք պատկերացնում, եթե սահմանը կբացես եւ ուղիղ առևտուր կանես եւ այդ ծավալի ապրանք կմտնի, ոչ միայն դու տեղական շուկան չկարողանաս պահես, տեղական արտադրողին պրոտեկցիոնիզմի քաղաքականությամբ պահես, մանավանդ որ դու ԵԱՏՄ անդամ ես եւ երկու ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետության հետ առևտուրը դու չի որ կարգավորում ես, այդ համակարգի ներսում է կարգավորվում եւ շատ դժվար է պրոտեկցիոնիզմի քաղաքականություն կիրառել, ել չեմ խոսում, որ գրկաբաց սիրտները ու ճանապարհները ցանկանում եք Թուրքիայի ու Ադրբեջանի առաջ բացել։ Իսկ եթե մենք հասկանում ենք դրա վտանգները եւ ներկայացնում ենք, որպեսի փոխանակ դնեք, փարատեք այդ կասկածները մարդկանց մոտ հիմնավոր ձևով, որ այո դուք հաշվի եք առնելու սա, այո հաշվի եք առնելու, որ նրանք չեն կարող հող ձեռք բերել, օտարին այդ հողը չեն վաճառի, այո հաշվի եք առնել, որ եթե կգան նրանք ձեռնարկություններ կբացեն, որոշակի խնդիրներով կկարողանաք այնպես անել, որ նրանք փողով չմտնեն ու Հայաստանը սրբեն տանեն։ Մանավանդ մենք լավ գիտենք, որ Հայաստանը պետք է ասեն, այս թուրքերը հիմար են, $1000 հողին եկան $2000 տվին այս ապուշները, առանց հասկանալու, որ ապուշը նրանք չեն, դու ես, որ դու անգին բանը ուղակի վաճառեցիր Թուրքին։ Եվ քեզ թվաց, թե ինչքան դու ճարպիկ էիր, նրանք էլ միամիտ, նրանք էլ փողն ունեին, հողն էին ուզում։ Բասարադեմ ով պետք է մեզ փարատի, շանտաժանելով եք փարատում։ Նիկոլ Փաշինյանը առողջի ցիլիկու թափանցիկությունից է խոսում, ֆինանսական թափանցիկությունից, շատ լավ։ Ես հիմա մտավախություն ունեմ, եւ այդ մտավախությունը հայտնում եմ։ Եկեք մի հատ ստուգեք, կարող է որևէ մեկը ֆինանսավորում է, որ ես հակաթուրքական, հակաադրբեջանական քարոզ տանեմ։ Եկեք քանի տարվա ինֆորմացիա պետք է եկեք դրեք ուսումնասիրեք։ Դրեք նայեք ինձ հետ փոխկապակցված անձիկ $1, $1, $1 ստացել են որևէ մեկից, որի տակ կա միջոց, որով որ պետք է հակաթուրքական կամ հակաադրբեջանական քարոզ տանեն։ Նայեք ժողովուրդ ջան, մարդկանց է պարզ անկեղծ ասեք։ Բացի այն, որ մենք YouTube-յան ալիքով ձեր հետ շփվում ենք, բացի այդ, որ մի ալիքով մեր ուժերով մի ստուդիայի չափ գործ ենք անում, ամեն օր եթեր մտնում, դրա տեխնիկա ձեռք բերել, էս անել, այն անել, ամեն օրյա սպասարկել, բացի դրանից մի դրամ ավել գումար քտեք, մտցրեք աչքս, ինչի մենակ իմ աչքը, հանրությանը ներկայացրեք։ Դե նույն հաջողությամբ Նիկոլ Փաշինյան, թող քո մոդիկները, ովքեր շանտաժ են անում, իրանք ներկայացնեն, թե ումից են գրանց ստանում եւ ինչի համար։
ու նույնիսկ եթե այդ գրանտը եվրոպական է, այդ դեպքում հարց է ծագում, գրանտատուն պետք է դրան հայտ ներկայացնես, որ գրանտը տա, վերջում էլ հաշվետվություն ներկայացնես, թե ինչ է սարել, այդ դեպքում հարց, եթե այդ գրանտատուին դու հաշվետվություն ես ներկայացնում, իսկ երևում է, որ սազն առել ես Նիկոլ Փաշինյանին ես գովում և թուրք-ադրբեջանական շահերն ես սպասարկում, ուրեմն այդ գրանտատուն անգամ եթե եվրոպական կառույց է, նրա նպատակը հենց դա է, հասարակությանն ասեք իմանան ինչ պատահ է, ասեք ժողովուրդ ջան մի անհանգստացեք, Թուրքիայի և Ադրբեջանի շահերը սպասարկելը շատ դժվար է, որտեղ հայ ժողովրդի մեջ մտավախություն կա նրանց նկատմամբ, չեն վստահում, դրա համար մենք շատ մեծ փողեր ենք ստանում, որպեսզի մարդկանց կարողանանք քարոզենք, ազնիվ ասեք, մարդիկ կհավատան, թե չեն հավատա, կտեսնեք, բան Նիկոլ Փաշինյանն ասա, հրապարակային ներկայացում ում ես ֆինանսավորում, որ կառույցներին ու անհատներին ես ֆինանսավորում, որ քու և թուրք-ադրբեջանական քարոզը տանեն, բա թափանցիկությունից ես խոսում, բա բերեք դրեք ներկայացրեք, կամ ում ես շինարարական տենդերներ տալիս, ում բիզնեսներին ես տանիք կանգնել, որպեսզի քո համար աշխատեն, առավոտից իրգու սազն առնեն գովեն, բա ներկայացրեք մարդիկ իմանան, բա թափանցիկությունից եք խոսում, ու նոր հասկանան ինչը ինչոց է, ես պատրաստ եմ իմ կողմից, ով որ կասի ուզում եմ ստուգեմ, թողա խնդրեմ, լրիվ ներկայացնենք ամեն ինչ, գրամ, ասենք ես սա է, ես էր սա է, դե դրա տակ տեսեք մի դրամ, ասեք ժողովուրդ ջան, ոնց եք ես մարդուն հավատում, եթե ինքը չգիտեմ ում կողմից ծախվել է, որպեսզի ինչ-որ քարոզ անի, դուք էլ իմանաք մտածեք, ասեք հավատանք, թե չհավատանք, բա դուք էլ կանգնեք ձերը ներկայացրեք, ազնվորեն ասեք ժողովուրդ ջան, այո, մենք սա ստանում ենք և սրա նպատակը սա է, որ ձեզ բացատրենք, որ թուրքը լավն է, ադրբեջանցին լավն է, չի հավատում մարդը, իսկ եթե դուք օբյեկտիվորեն ներկայացնեք ինչ-որ, որ դուք իսկապես այդ հավանական ռիսկերը մտածել եք, երբ որ դուք հավանական ռիսկերի մասին մտածեք, որ դուք ինչ էլ որ անում եք, դուք շատ նորմալ ձևով այդ հաշվարկներն ունեք, հանգստացեք, ժողովուրդ ջան, պարզերը մար դուք ոչ մի հաշվարկել չունեք, դուք ընդհանրապես ուզում եք դռները բացեք, բա դրա համար եք ներվային անում, որ մարդիկ բերում են հակափաստարկ, իսկ դուք ասելիք չունեք, ստիպված եք ելնում արդեն ասեք այս ով է ֆինանսավորում Թուրքիա, այսինքն Թուրքիա ադրբեջանցուց անհանգստանալու համար ֆինանսա պետք, լուրջ, նրանց շահերը սպասարկելու համար է պետք, դե ցույց տվեք թող մարդիկ իմանան, հատ որդ կկանգնեք այդ քարոզը կանեք, թող կանգնի եւ ասի ժողովուրդ ջան, հանձնաժողովը կազմեք, եկեք մի հատ մոնիտորինգ արեք, մի հատ պարզեք այդ գումարները ինչի դիմաց եք ստանում, ժողովրդի առաջ, Թուրքի ու ադրբեջանցու առաջ մեր դռներն ու սրտերը բացելու համար եք ստանում, ասեք թող մարդիկ եթե ձեզ հավատում են, ասեն լավ, ազնիվ տղա է, իհարկե, բա այդքան տանջվում է Էրդողանի ու Ալիևի շահը սպասարկելու, մի գրանտը ինչ է որ իրան չտային, դե մի ստիպեք, որ մարդիկ անցնեն չափերը էլի ձեր դեմ, սուս մնացեք էլի, կամ այնքան խելաց եղեք, կարողացեք մարդկանց, կամ էլ թե չէ գնացեք Փաշինյանին ասեք, այդքան սազն առած քեզ գովում ենք, գոնե մի հատ այնց ասա դու այդ անվտանգության բարձիկները ունես, այդ իմունիտետը մտածել ես, թե հավանական ինչ կարող է լինի, հավանական ինչ զարգացում կարող է լինի, եթե նրանք ուղիղ մտնեն Հայաստան լուրջ ներդրումներով, թե ոնց են կառնում, մանավանդ, որ իրանք այդ մտադրությունն ունեն, որ Հայաստանը սեպի պես խրված իրանց ճանապարհին չպետք է լինի, ունենք մենք դա, թե չունենք, ասեք իմանանք, փարատեք մարդկանց կասկածները, ես էլ ասեմ ժողովուրդ ջան, մեր մտահոգությունները բարձրացրեցինք, իշխանությունները արձագանքեցին, այս քայլերն էլ կատարեցին, ոչ թե մարդկանց ասեն ոնց, դուք ուրեմն չեք ուզում, հա մենք Թուրքիայի ու Ադրբեջանի հետ լավանանք, այս է մակարդակը, դե այսինքն Փաշինյանի սպասարկելու մակարդակը ինչ պետք է լինի որ, այնպես որ եթե շատ են ցանկանում, որ իրանց այդ կարգի սնանկ մտածելակերպը առաջ տանեն, խնդրեմ, պատրաստենք ցանկացած բանավեճի, պատրաստենք ցանկացած ստուգման, դե անցնենք առաջ ժողովուրդ ջան, հիմա էլ նայենք մի հատ էլ ուրիշ բա Ռուսաստանի հետ, հմենակ Թուրքիան ու Ադրբեջանն ենք ասում,
Հայաստանի ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահների երրորդ աշխատանքային հանդիպմանը մասնակցելու նպատակով Հայաստանի ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստանի ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում էր։ Ողջունի խոսքում Հակոբ Արշակյանն ընդգծել էր, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև միջխորհրդարանական կապերը հատուկ տեղ են զբաղեցնում երկկողմ հարաբերություններում։ Միջխորհրդարանական հանձնաժողովը շարունակում է մնալ կառուցողական երկխոսության և արդյունավետ աշխատանքի հիմնական հարթակ։ Ընթացիկ տարին նշանավորվել է ուշադրություն Ռուսաստանի հետ երկխոսության ակտիվացմամբ։ Տեղի են ունեցել բազմաթիվ փոխադարձ այցելություններ և հանդիպումներ, իսկ երկու երկրների ղեկավարների միջև շփումները կրել են շարունակական բնույթ։ Էդո էր ասում Նիկոլ Փաշինյանը Հայաստանը տանում է դեպի Եվրոպա, Ռուսաստանից վերջապես պոկեց, այս նույն սազանդարները չեն, որոնք Թուրքիայի ու Ադրբեջանի քարոզ են անում։ Իբր թե իրանք արևմտամետ են դրա անվան տակ։ Բայց չի ժողովուրդ ջան։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել օրենսդրական փոխգործակցության ընդլայնմանը, ինչպես նաև համատեղ ծրագրերի և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խորացման հնարավորություններին։ Կարևորվել է երիտասարդական և կրթական նախաձեռնությունների խթանումը Ռուսաստանի հետ, հումանիտար ու տարածաշրջանային համագործակցության խորացումը։ Հումանիտար Ռուսաստանի հետ, որ մտել է հարևանի տարածք, որ շենքերի նախխփում հրթիռներով, հիվանդանոցին, մանկապարտեզին, երեխաների խաղահրապարակին, հումանիտար։ Էս է վիճակը։ Հիմա եթե գտնում եք, որ ես պետք է այս ամեն ինչը հասկանալով պաշտպանեմ այս ձևի մտածելակերպը, ասեք ժողովուրդ ջան։ Այսինքն տեսակ ինչ է կատարվում։ Ոչ մի տարբերություն չկա, այս մարդիկ հավասարապես սպասարկում են Թուրքիայի, Ադրբեջանի և Ռուսաստանի շահերը։ Ռուսաստանը, որ այսօրվա դրությամբ ներքաշված է մի պատերազմում, որը որևէ կերպ արդարացնելու պարագայում դու արդեն դառնում ես այդ իզգոյ պետություն։ Ռուսաստանը լամեց է, կփորձեն նրա հետ ինչ-որ հարաբերություններ կարգավորեն կամ կչարչարվեն, կոտրեն այդ իշխանությանը, բայց դա ուրիշ խնդիր է։ Հայաստանը պետք է գործի առանց սխալվելու իրավունքի։ Իսկ Հայաստանը, եթե ագրեսոր օկուպանտին եղբայր է համարում և առանձնահատուկ ակտիվություն է ցուցաբերել այս տարի շփումների հետ կապված, դա իսկապես վտանգավոր է ոչ միայն Հայաստանի համար է նաև վտանգավոր, ոչ միայն որ Ռուսաստանը աշխարհի համար է։ Իսկ ես ուզում եմ, որ մարդիկ այդ լրջությունը հասկանան, Հայաստանի բնակիչը հասկանա։ Այսօր գնացեք սոցիոլոգիական հարցում անցկացրեք փակ։ Լավ, ինչ չեք հավատում, ես օբյեկտիվ չեմ։ Ռուսաստանում սոցիոլոգիական հարցում անցկացրեք փակ։ Հարց տվեք, եթե Ամերիկան այնուամենայնիվ տամահավ քրթիռները տա Ուկրաինային և Ուկրաինան հարվածի Մոսկվային, այդ դեպքում ուժի մեջ կմտնի անվտանգության դոկտրինային կետերը, որ դա արդեն իրանց համար վտանգ է ներկայացնում և Պուտինը իրավունք կունենա միջուկային զենք օգտագործել։ Դուք գտնում եք, որ այդ միջուկային զենքը արդարացված է օգտագործել, թե ոչ, հարցրեք քաղաքացիներին։ Տեսեք, քանի տոկոսն է ասում, այո, ճիշտ է անում, դրանց պետք է խփել։ Տվեք երկրորդ հարցը։ Բայց այդ դեպքում մոլորակը կվերանա։ Դուք համաձայն եք, տեսեք, քանի տոկոսն է ասում, այո, մենակ նրա համար, որ այդ արևմուտքին պատժենք։ Այս հասարակության հետ եք դուք գործընկեր։
Այս հասարակությանը դուք համարում եք ավակ եղբայր։ Գնացեք ստուգեք։ Տրամպը ասում է զգուշ եղեք Իրանը հանկարծ միջուկային զենք չունենա, որտեղ ֆունդամենտալ կրոնապետությունը հանկարծ վաղը մյուս օրը իրանց հոգևոր առաջնորդը կհանձնարարի կասի գնացեք օգտագործեք այդ զենքը եւ նրանք կօգտագործեն, պետքա նրանք չունենան, որտեղ այդ ֆանատիզմը շատ վտանգավոր է։ Ժողովուրդ ուզում եք ասեք, որ Իրանում ավելի շատ ֆանատիկ կա, որ իր հոգևոր առաջնորդի հանձնարարությամբ միջուկային զենք հրտիռը կարծակի որևէ պետության վրա իմանալով, որ իր պետությունը կվերանա, քան Ռուսաստանում կգտնեք պուտինիստ, իրոք, բերեք մի հատ էլ Իրանը մանցկացնենք սոցիոլոգիական հարցում, 8%-ները նայենք, Տրամպը չգիտի ում հետ գործ ունի, մի հատ վախկոտ Պուտինի, բայց Պուտինին պաշտպանող կյանքը Պուտինի համար տվող համարձակ հասարակության։ Այս աննորմալ վիճակն է Հայաստանին պարտադրվում, առջևում ընտրություններ են, բայց սրա մասին ենք զգուշացնում։ Դուք էս եք աջակցում։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, Անդրեյ Երմակը հրաժարական է տվել։ Աշխատակազմի ղեկավարի մասին է խոսքը։ Ուկրաինայի նախագահի աշխատակազմը լիովին վերագործարկվելու է, վաղը ես խորհրդակցություններ կանցկացնեմ նախագահի աշխատակազմի նոր ղեկավար նշանակելու վերաբերյալ։ Զելենսկին Երմակի հրաժարականի վերաբերյալ ասել է, որ ԱՄՆ-ի հետ խաղաղ պլանի շուրջ բանակցությունների ֆոնին ասեկոսներ ու շահարկումներ չի ուզում։ Ուկրաինային այժմ ներքին ուժ է պետք եւ Ուկրաինայի պաշտպանությունից բացի այլ բանով շեղվելու պատճառ չպետք է լինի։ Իհարկե շատ ճիշտ որոշում է դա, երեգել էինք մենք այս մասին խոսում, որ ոչ մի պարագայում չպետք է ստվերել այդ բանակցությունները, որի նախագահը հենց Երմակն էր, այսինքն չի կարելի առանցել այդ ծանր հարվածը Ուկրաինան ստացավ այդ կոռուպցիոն սկանդալի պատճառով, բայց հիմա այդ ժողովուրդը, որը որ հրթիռների ու դրոնների հարվածի տակ են մնացել, նրանց մեղքը որն է, որ հանկարծ ասեն մի երկու չինովնիկի պատճառով մենք չենք օգնում Ուկրաինային, որովհետև դուք գնացեք ձեր հարցերը լուծեք, ով լուծի իր հարցերը ժողովուրդը, 4 տարի է համարյա ապաստարաններում կամ հարվածների տակ է, նրանց ենք թողում մենակ։ Այդ դրա համար շատ ճիշտ որոշում է Զելենսկու կողմից, այո, որպեսզի որևէ բան չշահարկվի, որպեսզի հանկարծ չմտածեն ինքը հովանավորում է, առավելևս որ նա շատ մեծ ազդեցություն ունի Ուկրաինայում եւ նաեւ բանակցությունների նախագահ այդ հարցը անմիջապես լուծեց։ Իսկ դրանից հետո Ուկրաինայի նախագահի գրասենյակի ազատված ղեկավար Անդրեյ Երմակը պատրաստվում է մեկնել ռազմաճակատ։ Ես գնում եմ ռազմաճակատ եւ պատրաստ եմ ցանկացած ճնշման։ Ես ազնիվ եւ պարկեշտ մարդ եմ, ասել է Երմակը, հավելելով, որ ինքը ծառայել է Ուկրաինային եւ չի ցանկանում խնդիրներ ստեղծել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու համար։ Թե ինքը իսկապես այդ կոռուպցիոն սկանդալին խառնաթեչը չեմ կարող ասել, ես այդ մանրամասնությանը չեմ տիրապետում, բայց այն որ այս լուծումը, որ պատրաստ եմ կյանքի գնով գնալ ռազմաճակատ եւ դրանով ես ցույց տամ, որ ես նվիրված եմ իմ երկրին, դրանով եւ ցույց տալիս, որ այս է վիճակը, պատրաստ ենք գնանք նաեւ կյանքներս վտանգենք հանուն մեր պետության։ Դրա համար դա գոնե կօգնի ինչ-որ մի ձևով այս սկանդալը ավելի մեղմ ձևով անցկացնել։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին փոփոխություններ է կատարել խաղաղության պլանի շուրջ, բանակցությունների պատվիրակության կազմի վերաբերյալ իր հրամանագրում։ Անդրեյ Երմակի փոխարեն այն գլխավորում է ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի ղեկավար Ռուստեմ Ումերովը։ Ուկրաինայի նախագահի գրասենյակը նշել է, որ ուկրաինական պատվիրակությունն արդեն մեկնում է Միացյալ Նահանգներ։ Այսինքն գոնե այդ պարագայում մանավանդ որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում կուզենան որ ստեղծեն տպավորություն որ տեսեք դուք եք մեղավոր տեղից էլ առիթ գտնեն չաջակցելու, բայց միևնույնն է Դոնալդ Տրամպը հասկանում է որ Ուկրաինային չաջակցելը որևէ տրամաբանական բացատրություն չի ունենալու հենց թեկուզ հենց իր հասարակության համար, հենց թեկուզ իր երկրի քաղաքական էլիտայի համար, եվրոպական գործընկերների համար, արևմտյան մի շարք կազմակերպությունների միջազգային կազմակերպությունների համար չի կարող ինքը բացատրել, որ ինքը աջակցում է օկուպանտին եւ նրան բոնուս է տալիս, որովհետեւ ինքը դե ուժեղ է, ինքը բավոր ուժեղ է, բա դու ով ես։ Եթե ուժեղը նա է, բա դու ով ես։
Իսկ հիմա նայենք մեր հարևանների հետ ինչա կատարում, դա էլ մեզ համար շատ կարևոր է։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել Եվրամիության արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։ Իսրայելի ռեժիմի կողմից տարածաշրջանում միջազգային իրավունքի շարունակական խախտումները դատապարտելու համար։ Հիշում եք, որ ամեն օր գրեթե օր չկա, որ Իրանը չանդրադառնա Ամերիկայի հետ հարցերին ու Իսրայելին, ու պարբերաբար մենք էլ անդրադառնում ենք, որպեսզի դուք այդ վտանգները պատկերացնեք, որ մեր հարևան երկրի հետ ինչպիսի խնդիրներ կան։ Հիմա նրանք ուղիներ են որոնում, հարցերը կարգավորեն Եվրոպայի հետ։ Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Իրանի եւ Եվրամիության միջև հարաբերությունները, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ միջազգային ավելի լայն հարցեր, ներառյալ տարածաշրջանում Իսրայելի հանցավոր վարքագիծը։ Արաղչին դատապարտել է իսրայելական ռեժիմի կողմից միջազգային իրավունքի շարունակվող խախտումները, վկայակոչելով օկուպացված պաղեստինյան տարածքներում եւ Լիբանանում շարունակվող ռազմական ագրեսիան։ Այդ հանցավոր գործողությունների չափերն ու համառությունը ընդգծում են միջազգային հանրության պատասխանատվությունը ռեժիմի հանցագործություններին ի պատասխան արդյունավետ միջոցներ ձեռնարկելու համար։ Քննարկման ընթացքում քննարկվել են նաև Իրանի միջուկային դոսիեն եւ Արաղչին ներկայացրել է այս հարցում Թեհրանի դիրքորոշումը։ Չեմ կարծում, որ Եվրամիության կառույցները այսօր անջատ կգործեն Ամերիկայից, չնայած Ամերիկան պարբերաբար փորձել է տարաձայնություններ գտնել Եվրոպայի հետ, բայց Եվրոպան այս հարցում միշտ իրենց շատ բարեկիրթ են պահել եւ նաեւ են եռյակը Եվրամիության, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան իրենց բոլոր հանդիպումներում ընդգծված ձևով պաշտպանել են ամերիկյան տեսակետը, նույնիսկ եթե դրա հետ այդքան էլ համաձայն չեն եղել։ Այսինքն իրանք թույլ չեն տվել, որ Իրանը մտածի, որ կարող է մտնի Եվրոպայի եւ Ամերիկայի արանքը։ Այդ Եվրոպայի եւ Ամերիկայի պարագայում Թրամփի համար իրանց մեջտեղը օվկիանոս կա, Եվրոպայի համար իրանց մեջտեղը օվկիանոս չկա։ Իրանք համարում են, որ իրանք սերտ դաշնակից են Միացյալ Նահանգների հետ, եւ պատճառը միայն նա չի, որ իրանք ուղղակի կախվածության մեջ են։ Պատճառը նա է, որ իրանք հասկանում են, թե ինչ վտանգ կարող է սպառնալ աշխարհին, եթե իրանք միասնական չլինեն, եթե իրանք պառակված են։ Պատմությունը ցույց է տվել, թե որ քրիստոնյա պետությունները մանավանդ, երբ որ իրար կերել են, ոնց են դրանից օգտվել մյուսները, հետագայում անդառնալի ձևով իրանց ազդեցությունը մեծացրել, հետո եթե խելքի են եկել, բավական ուշ է եղել։ Այնպես որ այս հարցում Թեհրանը ինչ էլ փորձի անել, իհարկե մենք կուզենանք, որ Թեհրանը հարաբերությունը կարգավորի Ամերիկայի հետ, Եվրոպայի հետ, մենք ինչի դիտանում շահագրգռված չլինենք, մի հարևանա, որի հետ խնդիր չունենք։ Ընդհակառակը միշտ անհանգիստ ենք, որ ինքը ուրիշների հետ խնդիր չունենա եւ այդ խնդիրը տարածվի նաեւ մեր վրա։ Չգնա առճակատման, որի պատճառով մենք խնդիրներ ունենանք։ Կամ էլ թե չէ Հայաստանը դες խրող ձևով պաշտպանեց Իրանին եւ դատապարտեց նրան վրա հարձակվողներին, որից հետո հիմա ծպտունները չկա Հայաստանի, կարելի է կարծել Իրանը արդեն գոյություն չունի։ Վերջ, էլ մեր հարևանը չի, որովհետեւ արդեն գլուխ չեն հանում, թե ինչ կատարվեց։ Հիմա ինչ է կատարվում, վերջը Իրանն այս դեպքում հաջողություն ունալու, թե չէ ավելի լավ է լռենք, ուրիշ բաներից խոսանք, հետո կասենք, թե ժողովուրդ ջան, տեսակ, որ ասում ենք, ի՞նչն եք ասում, բան եք ասել, որ հետո էլ ասեք, որ ասում ենք։ Պետք է ասեք, որ լռում էինք, ուրեմն ճիշտ էինք լռում։ Երևի մեր պարագայում, մեր արտաքին քաղաքականության պարագայում ամենահարմարը դա է, որովհետև հենց խոսում է սխալ ուղղությամբ են խոսում։ Իսկ հիմա նայենք մեկ ուրիշն էլ, նաև Վրաստանը մեր հյուսիսային դարպասը, որի հետ կապված էլ մենք շատ լուրջ խնդիրներ կարող ենք ունենալ, եթե Վրաստանի հետ մենք նորմալ հարաբերություն չունենանք, բայց Վրաստանի խաղերն էլ մանևրի հնարավորություն այդքան չի տալի։ Չնայած մեր իշխանությունները համահունչ ձևով դեպի Ռուսաստան են գնում Վրաստանով, բայց դա այնպես չի, որ մեզ համար անվտանգության երաշխիք է։ Վաղը մյուս օրը Ռուսաստանի խնդիրների պարագայում Ռուսաստանին ճնշեն, Վրաստանն էլ Հայաստանն է խնդրեմ են ունենալու, Ռուսաստանը նստի Տրամփի հետ բանակցության ու ասի դե ես զիջում եմ պայմանով, որ դու էլ ես զիջես, այդ դա հետ կապված էլ մենք խնդիր ենք ունենալու։ Այսօր առևտրական մեծ շուկայում Տրամփի համար միևնույնն է, ասի Ուկրաինայում սկզբունքի հարց է, դու ես զիջում ես, լավ, որ ասեմ ես զիջեցի։ Վրաստանով մտի, Հայաստանով գնա Իրանին, միացի խնդիր չեմ տեսնում։
Մենք չունենք այդ վստահությունը, որ ինքը դա չի անի։ Դրա համար ուրախ չենք նրա ցանկացած որոշումից։ Ոչ թե չենք ուզենա Ամերիկայի հետ հարաբերությունները նորմալ լինի։ Այլ ուղղակի չգիտենք ինքը ինչ գործարք կկնքի, ում դեմ կկնքի։ Հիմա դե Վրաստանի հետ կապված ասեմ, խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլի Վրաստանի իշխանությունները վրաց-ամերիկյան հարաբերություններում քայլ են արել եւ այժմ սպասում են ԱՄՆ-ի պատասխանին։ Մենք ասացինք այն ինչ ուզում էինք ասել, մենք ձեռք մեկնեցինք եւ սպասում ենք պատասխանի։ Որքան շուտ այն գա, այնքան լավ վրաց-ամերիկյան հարաբերությունների համար։ Մենք շարունակում ենք մեր աշխատանքը եւ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են մեզ հետ բարեկամանալ, լավ գիտեն, թե ինչպիսի բարեկամության ենք մենք ընդունակ։ Եվ Միացյալ Նահանգները դա ավելի լավ գիտեն, քան որևէ մեկը, ընդգծել է Շալվա Պապուաշվիլին։ Շատ գեղեցիկ է հնչում, բայց մի բան են մոռանում, որ Ամերիկան շատ սերտ համագործակցում էր Վրաստանի հետ։ Վրաստանը այն երկիրն է, որտեղ Ամերիկայի նախագահ Ջորջ Բուշ կրտսերը հունվարին եկավ 2005 թվականի, դա արտառոց բան էր, Ամերիկայի նախագահը գար հարավային Կովկաս, բայց եկավ, չէ։ Ինչ ասեք, որ ձեզ համար չարեցին Ամերիկայի կողմից։ Այս ամբողջ տարիների ընթացքում ինչ ասեք, որ ձեզ համար չեն արել։ Հետո քցվեցիք, գնացիք Ռուսաստանի գիրկը։ Հիմա էլ Ամերիկային ասում եք, մենք ընդառաջ քայլ ենք արել, ձեր պատասխանը չենք տեսնում։ Ինչ պատասխան եք տեսնելու։ Ընդառաջ քայլ եք արել, բայց Ռուսաստանի շահերը սպասարկելով ուզում եք Եվրամիություն մտնեք։ Ինչ պատասխան եք ակնկալում։ Եվ սա նաև մեզ համար է դաս։ Որտեւ այս նույն խնդրումը մենք ենք ունենալու։ Ոչ միայն խնդրեմ ենք ունենալու, որ Վրաստանը մեր հյուսային դարպասն մեզ համար խնդրեմ ստեղծելու, այլ նաև որ մենք ենք ունենալու այդ խաղեր տալը։ Ռուս, թուրք, ադրբեջանական խաղեր տալ, բայց ասել մենք Եվրոպա ենք գնում։ Այնտեղ էլ հիմարներ չեն նստած։ Մի քանի քայլ ընդառաջ անում են, տեսնում են, չէ, ոնց որ լավ չհասկացաք, բարեկրթությունը չգնահատեցիք, իրանք էլ նես փափուկ տղեկ չեն։ Միանգամից ասում են վերջ։ Քաղաքական որոշումը կայացրեցին բոլոր դռները փակել, օթերը փակել, դրանից հետո ուզում ես քեզ պատերով դու ոչ մի բան չի լինելու։ Վրաստանը հիմա 10 հատ ընդառաջ քայլ պետք է անի, որ բարիհաճեն, գոնե դա նայեն, ոչ թե իրանք ընդառաջ քայլ անեն, այլ բարիհաճեն մի հատ Վրաստանի ուղղությամբ նայեն։ Էդ է, որովհետև մանավանդ բյուրոկրատական համակարգեր կան, եթե հասունացավ որոշում կայացվեց, հետ պտտելը բավական դժվար է։ Վրացիները դա պետք է շատ լավ հասկանային, որտեղ իրանք մի քանի քայլ մեզանից առաջ էին։ Իրանք շատ ավելի լավ էին շփվում եւ գիտեին, որ չի կարելի չարաշահել դա։ Իսկ հիմա ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփը եւ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկվել է երկկողմ հանդիպման հնարավորությունը, սակայն այս պահին այն նախատեսված չէ։ ԱՄՆ իշխանությունները շարունակում են պնդել, որ Մադուրոն պետք է հրաժարվի Վենեսուելայի նախագահի պաշտոնից։ Իդեպ արդեն հեռախոսազրույցը մի քանի օր առաջ էր։ Արդեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփը բոլոր ավիաընկերություններին կոչ է արել Վենեսուելայի վրայով եւ շրջակայքով օդային տարածքը համարել փակված։ Այսինքն ինքը շարունակում է ճնշում գործադրել, իսկ գիտեք ինչի Մադուրոն չի շտապում հրաժարական տա։ Վաղուց ինքը լեղապատար պետք է հրաժարական տար, որտեղ ինքը տեսել է, որ Դոնալդ Տրամփը մի հատ վախեցնում է, եթե չի ստացվում, ասում է ինքը պինդ տղա է։ Ինքը մտածում է, կարող է մի քիչ էլ ձգի Տրամփը զանգի ասի, արի քեզ հրավիրում եմ Սպիտակ տուն, արի կողքս կանգնի, հետո էլ ինքը պատմի, թե այդ ուժեղ տղու հետ տեսակ ոնց բանակցեցի։ Բանա պետք է Ամերիկայի անունը լսեր, մտներ աթոռի տակ։ Այդ չի մտնում, որովհետև տեսնում է, որ Տրամփը տենց չի վարվում։ Բայց դա է պատճառը։ Չգիտեք պատճառը որն է։ Եվ դրա համար սա մեզ համար շատ սկզբունքային է։ Դնենք Ամերիկայի շահերից բխող ամենամեծ դավթի պաշարներ ունեցող երկիրն է Վենեսուելան կամ աշխարհագրական դիրքը, դա դնենք մի կողմ։ Այդ Ամերիկային ավելի շատ հետաքրքրում, բայց մեզ հետաքրքրում է, որ Ամերիկայի հեղինակությունն ու երբեմնի կշիռը նորից վերականգնվի։ Իսկ Դոնալդ Տրամփը շատ ծանր հարվածներ է հասցրել։ Երբեմնի այդ կշիռը վերականգնվելով գոնե չլինի, որ Վենեսուելան տենց արտոնյաձևով խաղեր տար Ռուսաստանի հետ։ Լա տեսեք, բայց դա ում մեղքն է, որ արդեն Ռուսաստան ուզում է ցույց տա, որ կարամ կամ քթի տակ մտնեմ ու քո խոսքը արժե զրկեմ։
Բա ով պետք է դրա դեմն առնի։ Ռուսաստանի հետ ջերմ հարաբերություն որոնող Տրամպը։ Իդեպ երբ որ խոսում էինք ալիքի հետ կապված, որ ասի այն ինչ որ անում ենք, ուղղակի հիշեցի դա էլ ասեմ, չէ՞։ Շատ կարևոր է իհարկե, մանավանդ հիմա տեսնում եք առջևում ընտրությունները, ու շատ կարևոր է նաև իմ նկատի ունենալ, որ ինչքան կարևոր եւ սեղմել լայք կոճակը, բաժանորդագրվել YouTube-յան ալիքին, զանգակ կոճակը, մեկնաբանություններ, հարցեր, բայց ինչքան էլ տարածեք դրանով օգնում եք, որովհետև տեսնում եք ինչ անհավասար կռիվ ենք մղում այս երկու կողմերի հետ, որոնք ունեն ֆանտաստիկ ռեսուրս, բայց պակաս կարևոր չի նաև նա, որ դուք ձեր բառերով, ձեր շրջապատի հետ այդ թեմաները քննարկեք ու տարածեք, ժողովուրդ ջան, դա պակաս կարևոր չի, որովհետև տեսեք խնդիրը ինչու է, նայեք, դուք ինչ-որ բան լսում եք, որ թվում է ձեզ շատ մատչելի ձևով ես ձեզ ներկայացնում եմ, շատերն ասում են շատ պարզ ձևով ներկայացնում եք, բայց կարող է դուք մի հարցի հետ մեկի հետ խոսեք, իսկ դուք շատ-շատերը ձեր մեջ ինտելեկտուալ մարդիկ եք, որոնք ձեր գործում անհամեմատ ավելի շատ ինֆորմացիա եւ փորձ ու գիտելիք ունեք, քան ես, այսինքն այնպես չի, որ մեզ հաջողվել է այս 3 տարվա մեջ ինտելեկտուալ հարթակ ստեղծել Եվ դրա համար այդ մարդիկ իրանք էլ ունեն իրանց տեսակետը, դուք ունեք ձեր տեսակետը, ձեր մոտեցումները, այսինքն այնպես չի, որ դուք մեկին ասեք, այս բանը ասում եմ, ասի, ով ասում, ասեք Անտինյան, ասի չեմ էլ ճանաչում, ես ինչի պիտի այր ասածին հավատամ։ Լսեցիք մի փաստ, ձեր դուրը եկավ։ Լսեցիք մի փաստարկ, ձեր դուրը եկավ։ Ասեցիք, վայ լավ բան ասեց, ոնց որ լավ էր։ Մտեք դրա մասին կարդացեք։ Ես այդ փաստայի կամ փաստարկի մասին կարողա երկու նախադասություն ասեմ, որովհետև ամբողջը չես կարող ներկայացնել մի հաղորդման ընթացքում շատ թեմաներից ենք խոսում, բայց որ դուք բացեք կարդաք 22 նախադասություն կկարդաք։ Եվ ձեր մեջ կտպավորվի։ Շատ ավելի հետաքրքիր բաներ կառաջանա։ Մեկի հետ խոսելուց ձեր բառերով կպատնեք ու կբացատրեք։ Եթե մեկը կասի, դա այդպես չի, կասեք բացի սկզբնաղբյուրը եւ կարդա։ Ոնց այդպես չի, այդպես է։ Հա, իդեպ իմիջիալոց այնօրն էլ Անտինյաններ անդրադարձել դրան։ Շատ կարևոր է, որ իսկ դուք մտածեք, որ ձեր անելիքի մեջ մտնում է թե տարածելը, դա էլ համարեք ձեր գործը, թե տարածելը, թե ձեր խոսքերով տարածելը, որտեղ լա դուք պատկերացնեք մեր հնարավորությունները եւ պատկերացրեք այս մարդկանց հնարավորությունները, որ մի մասը ցանկանում է իշխանությունը պահել, մի մասն է ցանկանում է իշխանությունը վերականգնել։ Ում դեմ ենք պայքարում։ Ու դա շատ կարևոր է, որ ամեն մեկը տայո ձեր բառերով, ձեր շրջապատի համար, ձեր հեղինակավոր խոսքով ասեք այդ ամեն ինչը։ Իսկ բանը կարող է մի անգամ, ես շատ ժամանակ նաև ոչ միայն որ նոր բաժանորդներ ենք ունենում, որոշ բաներ պարբերաբար ես թարմացնում եմ հիշողությունը մարդկանց, այլ նաև նոր մարդիկ են ավելանում, այդ հարցերը գրում են, դու անդրադառնում ես, ինչ որ մեկի համար կարող է թվա երկրորդ կամ երրորդ անգամ ենք դրան անդրադառնում, բայց պետք է նկատի ունենաք, իսկ դուք եթե ձեր բառերով ասեք այդ թվերը ու փաստերը, որը շատ պարզ լսեցիք, ձեզ դուր եկավ, դուք այդ թվերով, փաստերով կկարողանաք ասեք։ Ու պետք չի, որ մարդիկ կան, որ ասենք մտածում են, դե լավ ուղեղներս ինչի ծանրաբեռնենք դրա վրա։ Եթե դուք ինչ-որ մի թեմայից օրինակի համար մեկի հետ խոսում եք, ասում եք Հայաստանի ապագան, դա Եվրամիությունն է։ Մեկն էլ ասում է, դե լավ այդքան խոսում եք, որ Եվրոպայում ժողովրդավարությունն է, մարդու իրավունքները, գենդերային ազատությունն է, բայց այդ ուր է աշխարհի ամենաշուտ ով է եղել կին վարչապետը։ Արևելքում է եղել, ոչ թե Եվրոպայում։ Հանկարծ չասեք, բա ոնց կարա տենց բաներ, ինչ ես խոսում արևելքում, ոնց կարա այդպիսի բան լինի։ Այո, 1960 թվականին Շրի Լանկայում Սիրիմավո Բանդարանայիկեն դարձել է վարչապետ։ 4 անգամ էլ տարբեր ժամկետներով աշխատել է։ Իսկ դուք պատկերացրեք, որ ասեք, չէ, չգիտենք եւ այլ եւ այլ։ Իսկ դուք ուզում եք ասեք, որ մի անգամ դա լսեցիք, դուք կարող եք այդ անուն ազգանունն ասել, այդ կնգա թորներին ասեք, տատիկի անուն ազգանունն ասա, չի կարողանա Սիրիմավո Բանդարանայիկը ասի մի անգամ լսելով։ Բայց կարող է մտածեք, բայց դա մեր ինչին է պետք իմանալ։ Ժորժ ջան, օրգանիզմը ունի մի սովորություն։ Եթե մի բան չես օգտագործում, ինքը խնայողության ռեժիմը միացնում է։ Եթե չես քայլում,
նա ասում է ուրեմն պետք չի, ավելի լավ է այդ էներգիան ուրիշ տեղ ծախսեմ։ Մի քանի օր հետո ուզում ես քայլես, ոտը չես կարող քետնին դնես։ Մկանը թուլացել է, մկանը կարճացել է։ Չգիտեք ինչ է կատարվում։ Սիրտը չես օգտագործում, մի քիչ մի հատ ծանրություն ես վերցնում, ինֆարկտը խփում է, որտեղ օրգանիզմը պատրաստ չէ դրան։ Նույնն էլ ուղեղն է։ Եթե չծանրաբեռնեցիր, խնայեցիր, մի օր շուռ ես գալի տենում ես, էլ ուղեղ չկա։ Վերջ։ Այսինքն դա հենց այնպես բաներ չի։ Կամ մտածեք, լավ, դա չեք հիշում։ Դրա փոխարեն ինչ եք հիշել, որն ավելի կարևոր է։ Եթե այդ կարևոր բաների վրա դուք ձեր ժամանակը ծախսեք ու հիշեք, շուտ կգա կտեսնեք, թե ինչքան անկարևոր բաներ կար, որ ձեզ սկիպ պետք էլ չէր, որ դուք հիշեիք։ Այո, կարող է ինչ-որտեղ տարօրինակ թվա, թե ինչի պետք է երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, ասենք հրաժարական տված վարչապետ Կունիակի Կույսյոյի անունազգանունն իմանանք, որն ան պատերազմի հանցագործ ճանաչեցին եւ հետո էլ բանտում քաղցկեղից մահացավ։ Նրա տեղը եկավ Կանտարո Սուզուկին, ռազմածովային ուժերի ադմիրալ, բարոն, կամ հետո էլ Արքայազն Նարուխիկոն, կարող ասեք դա մեր ինչին է պետք, լավ դա պետք չի, երբ որ հարց եք քննարկում, համարում եք դա պետք չի, իսկ դա որ պետք չի, դրա տեղը ինչով լցրեցիք, շատ պետքական բանով, իսկ դա աշխատանքը, օրգանիզմը դրան է սովոր, դու կպայքարես, ուղեղդ կծանրաբեռնես, կլարես, նա քեզ կօգնի այդ հարցում, չէ, մեր նախկին սերունդը միշտ օգտագործում էր ուղեղի ժանգոտած արտահայտությունը, չէ, մենակ չի ժանգոտում, փոքրանում է, իսկ դուք պատկերացրեք, մենք ինչքան խնդիր ունենք, ամբողջ աշխարհին ասում ենք, մենք նավթ չունենք, գազ չունենք, կոմունիկացիոն խնդիրներ ունենք, բայց մեր ինտելեկտուալ պոտենցիալը ուրիշ է, իսկ դուք շատ եք տեսնում, որ այդ ինտելեկտուալ պոտենցիալն օգտագործվում է, Այսենց իշխանությունների մեջ սենց ինտելեկտուալներ, եթե ինտելեկտուալ մարդել կանցնում աշխատանքի, ուղեղի մի կիսագունդը պետք է անջատի, մեկն է պետք է հարթացնի, որ Նիկոլ Փաշինյանի ասածները հլու հնազանդ կատարի, չէ։ Դե չէ ինֆարկտ ստանա։ Այսինքն այդ ինտելեկտուալները իաստեղը ունեն, հասարակության մեջ։ Նրանք են շարժիչ ուժը մեր երկրում։ Բա գոնե հասարակության մեջ այդ ամեն ինչը լինի։ Գոնե հասարակության մեջ լինի այդ որ մարդիկ մտահոգ լինեն, որ աշխարհում չլինի մի թեմա, որը քեզ չի վերաբերվում։ Այո, Հայաստանի տեսանկյունից չկա տենց բան, որը ասենք մեզ չի վերաբերվում։ Այո, մի խնդրեմ կա, որ ես ասենք գժիպես սիրում եմ մեր թշվառանտեր հայրենիքը։ Ու պետք չէ ասել ազատ անկախ։ Այդ հեքիաթը թողեք ուրիշներին։ Մենք պետք է ձգտենք, որ հասնենք ազատ անկախի։ Բայց մենք թշվառանտերին էլ ենք սիրում։ Ու ինձ համար ես ցանկացած քայլի նայում եմ Հայաստանի պրիզմայով։ Ամերիկայից էլ ելույթ ունենամ Հայաստանի պրիզմայով եմ նայում, Եվրոպայից էլ, Աբու Դաբիից էլ կապ չունի։ Ինձ համար, եթե Անտարկտիդայում երկու պինգվին իրար հետ վիճում են, ես ուշադրությամբ հետևում եմ, որ այդ վեճի մեջ ով է հաղթելու, դա մեզ օգուտ է թե վնաս։ Եթե մեկը հաղթեց մեզ վնասը, կասեմ ժողովուրդ ջան, մտահոգություն ունեմ, կարող դուք չեք պատկերացնում լրջությունը, բայց այս պինգվինի հաղթանակը մեզ համար լավ չէր։ Կամ հաճելի նորություն ունենք, այս մեկը հաղթեց, որը որ մեր շահերից է բխում։ Ու դե զարմանալու բան չկա, ժողովուրդ ջան։ Դա սովորական բան է։ Եթե ունես փոքր երկիր ու դողում ես դրա վրա, ամեն քարոթուփի համար։ Ու դրա համար քո համար կարևորը ամեն ինչը։ Աղտոտված օդը, որ իշխանության են գալի մարդիկ, որոնք բարբարոսաբար Երևանը լցնում են, Երևանի մեջ Երևան են կառուցում, հետո կանգնում մեղադրում են, թե ով է մեղավոր, որ օդը աղտոտված է։ Հետո էլ ասում են մի քանի մեքենա, այսքան մեքենա են առել, բա ուզում եք ինչ լներ։ Այդ մեքենաները հիմա առանց վարորդ, հա։ Առանց վարորդ մեքենաներ կա աշխարհի տարբեր երկրներում, բայց այն որ բերել են առանց վարորդ մեքենաներ են բերել Հայաստան։ Բնակիչ է եկել, որ մեքենաներն առել բերել է, չէ։ Բա բերեցիք քաղաքի մեջ մի հատ քաղաք սարքեցիք, չգիտեիք։ Փոքրալիտրաժ մեքենաները ձեզ խանգարում են։ Երևանի մեջ Երևան սարքեցիք, բեռնատարներով այդքան շինանյութ եք բերում եւ այդքան աղբ եք տանում։ Չտեսաք, որ այդ մեքենաները քաղաք են մտնում։ Այդ բեռնատարները նոր են, հա, հոսքագծիցի չէ։ 25 թվականի բեռնատարներ էին, որ աղբ են տեղափոխում։ Լուրջ։
Չգիտեք ինչ եք արել դուք։ Ում եք մեղադրում։ Բայց սրա մասին ենք խոսում։ Մեր ժողովուրդն է թունավորվում։ Դուք չեք տեսնում, որ Երևանում կեղծ ապրանք արտադրելու, կեղծ դեղ արտադրելու գործարաններ են աշխատում։ Հնարավոր չէ առանց կոնվերի, հնարավոր չէ առանց գործարանի, գործարանային արտադրանք ստանալ։ Հազարավոր մարդիկ աշխատում են, չէ՞ այդտեղ։ Լավ անբարեխիղճ է նրա սեփականատերը։ Բայց հազարավոր մարդիկ աշխատում են, կեղծ ապրանք են արտադրում, իր տնեցիներին ասում են դա չառնես, դա կեղծված է։ Թող հարևան երեխեն առնի, մի քանի տարի հետո մեռնի, ոչինչ, ինքը երեխա է պահում։ Այս մեր մեջ է ապրող բարոյական նորմերը, չի։ Դա դրա համար ենք վախենում, որ Թուրքիա-Ադրբեջանցու առաջ ճանապարհ բացեք։ Բա հայը, որ հայի հետ կապված տենց հավարվում, որևէ ստուգող չի հայտնաբերում, հա։ Գործարանային արտադրան կեղծ պարենամթերքը չի հայտնաբերվում։ Այդ սա Չինաստանն է, թե Ռուսաստանը։ Տարածքը այնքան մեծ է չեք գտնում, թե 1.5 միլիարդ մարդ է ապրում։ Բայց այդ մարդիկ մեր մեջ են ապրում, չէ։ Բառավոդից իրիկու, որ կարևորում ենք բարոյական նորմերն ինչի համար, որը շատ ավելի կարևոր է, քան ինչ որ չգիտես ինչից խոսես։ Բայց դրա համար քո հասարակությունը փողի համար պատրաստ է իր հարևանի երեխային սպանի։ Կեղծ ապրանքով։ Ում ենք մեղադրում։ Բայց սրանք իհարկե բա թուրքը մտնի իշկանեն։ Ինչի մենք մեր մեջի արատները չգիտենք, բայց մենք դրա դեմ պայքարելը ո՞րն է։ Մեր ժողովրդից նեղանալը, թե քայլ առ քայլ մտածենք ոնց ինչով կարող ենք օգտակար լինել։ Ինչ արժեքներից խոսանք, ինչով օրինակ ծառայենք, որպեսզի մարդիկ այլ կերպ մտածեն, որտեղ նայում են իշխանությանը, մտածում են, որ ամեն ինչ կարելի է հայրենիքը ծախել, եթե իրանց ներգրավեն դրա մեջ։ Իրանք են նեղված են, թե բա իրանց ինչի չեն հրավիրում հայրենիքը ծախելու գործերի մեջ։ Սա ենք ուզում, ժողովուրդ ջան։ Այս ձևի երկիր ենք ուզում ապագայի համար մեզ համար։ Դե ինչ, այսօր այսքանը, եթե հավանեցիք, սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտինյան YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։